Երիտասարդության միջազգային օրվա առթիվ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը վերածվել էր յուրահատուկ կենդանի գրադարանի։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը օգոստոսի 14-ին միացել էր տարբեր միջավայրեր միասնական ձգտումներ խորագրով նախաձեռնությանը իր փորձառությամբ կիսվելու Վաղաշապատ համայնքի երիտասարդների հետ։ Միջոցառմանը մասնակցում էին Վաղաշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, երիտասարդության ոլորտի փորձագետ Արթուր Նաջարյանը, Վաղաշապատի հանրակրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շրջել է մեծանուն բանաստեղծի տուն-թանգարանում, ծանոթացել նրա գրական ժառանգությանն ու ստեղծագործական ուղուն։ Երիտասարդների հետ զրույցում նախարարը ներկայացրել է իր մասնագիտական ճանապարհը, պետական համակարգում ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձառությունը, հանդիպած մարտահրավերներն ու ձեռքբերումները։ Նա անդրադարձել է նաև ներքին գործերի նախարարության ձևավորման, կայացման ու ոլորտային բարեփոխումների գործընթացում իր մասնակցությանը։ Երիտասարդներին հետաքրքրել է, թե ինչպիսի մարտահրավերների է բախվել նախարարը որպես ուժային կառույց ղեկավարող կին։ Արփինե Սարգսյանը նշել է, որ ուժային կառույցում կին ղեկավարի ներկայությունը հասարակության մի մասի համար դեռևս ոչ բնական են եւ կարծրատիպերը լիովին հաղթահարված չեն։ Նրա խոսքով յուրաքանչյուր մարդ իր աշխատանքով պետք է ցույց տա, որ արժանի է զբաղեցրած դիրքին։ Ոլորտում մարդու տեղն ու դերը որոշվում են ոչ թե սեռով կամ տարիքով, այլ իրավիճակը կառավարելու կարողությամբ, գիտելիքների ու հմտությունների պաշարով եւ ամենակարևորը աշխատանքի արդյունքով։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաեւ տարբեր սերունդների համագործակցության կարևորությանը, ընդգծելով երիտասարդների նոր մտածողությունն ու փորձառու մասնագետների կուտակած գիտելիքը համադրելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով փորձի եւ նորարար մտածողության արդյունավետ համադրումը կարող է յուրաքանչյուր ոլորտում ավելի լավ արդյունք ապահովել։ Շատ ուրախ եմ, շատ ոգեշնչված եմ, շատ հաճելի էր շփվելը, ես ստացա իմ բոլոր հարցերի պատասխանները։ Երիտասարդները հետաքրքրվել են, թե արագ փոփոխվող աշխարհում ինչպես ընտրել այնպիսի մասնագիտություն, որը ոչ միայն արդիական եւ պահանջված կլինի, այլև հնարավորություն կտա իրացնել սեփական կարողությունները։ Արփինե Սարգսյանը նշել է, որ արդիականությունը չպետք է գնահատել միայն տվյալ պահին դրա նկատմամբ պահանջարկով կամ վարձատրությամբ։ Նրա խոսքով պահանջարկի ծավալներն ու ինքնայրացման հնարավորությունները կարող են տարբեր լինել, սակայն յուրաքանչյուր մասնագիտություն կարող է արդիական լինել, եթե մարդն այն ընտրել է սիրով եւ պատրաստ է դրա հիման վրա հետեւողականորեն կառուցել իր ապագան, ապահովել իր բարեկեցությունը։ Հանդիպման ընթացքում կարևորվել է նաեւ համայնքային կյանքում երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ երիտասարդները համայնքի կարևոր ուժն են եւ կարող են կապողողակ դառնալ բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ ոստիկանության միջև, նպաստելով խնդիրների ժամանակին բարձրաձայնմանն ու արդյունավետ լուծումներին։ Այդ համատեքստում նախարարը ներկայացրել է նաև ներքին գործերի նախարարինքից երիտասարդական խորհրդի փորձը, որպես երիտասարդների ներգրավվածության եւ պետական կառույցների հետ երկխոսության օրինակ։ Խոսելով հանցավորության դեմ պայքարի քրեական ենթամշակույթի արմատների մասին, նախարարը նշել է, որ մի կողմից յուրաքանչյուր անձ իր մոտեցումներով պետք է ձևավորի զրո հանդուրժողականություն, հանցավոր բարքերի դեմ մշակութային վերադիրքավորում ապահովի, մյուս կողմից պետությունը պետք է հետեւողականորեն զարգացնի իր կարողությունները, իր գործողություններում լինի հատու եւ միանշանակ։ Մեծ պատիվ էր հանդիպել ներքին գործերի նախարար Տիկին Սարգսյանի հետ եւ բացեբաց հղել մեր բոլոր հարցերը, որոնք մենք ունենք, թե երիտասարդության, թե համայնքների, թե բոլոր նախարարության ենթակառուցվածքների վերաբերյալ։ Նրա հետ քննարկում էինք անվտանգության մասին հարցերը, հասկացանք, թե ինչպես կարող են երիտասարդները ավելի ազդեցիկ լինել այդ ոլորտում եւ ինչ կարող ենք մենք անել։ Հանդիպումները շատ հետաքրքիր էին, շատ տպավորված է մեր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով, որ ինձ գոհացրեց ինքը որպես մարդ, որպես պրոֆեսիոնալ, որպես երիտասարդ կին, ինձ գոհացրեց իր պատասխանները։ Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիության ինստիտուտի վերահաշեվորմանը, Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ պետության հետ կայուն իրավական կապը դրսևորվում է քաղաքացիությամբ, բայց պետության հետ կա նաև արժեքային ու հուզական կապ, որն արտահայտվում է պետության նկատմամբ վերաբերմունքով եւ հայրենասիրությամբ։ Հայրենասիրությունը ոչ միայն պատմության արժևորումն ու դրա հանդեպ էմոցիան է, այլ նաև պատասխանատվություն է պետության ներկայի եւ պարտավորություն ապագայի նկատմամբ, նշել է նախարարը։ Նրա խոսքով պետության եւ քաղաքացու կապը փոխադարձ պատասխանատվություն է ենթադրում։ Չի կարող միայն մեկը տալ, մյուսը միայն վերցնել։ Ես պիտի սիրեմ իմ պետությունը, պետությունը պիտի սիրի ինձ։ Երիտասարդների հետ կենդանի գրադարանի ձևաչափով հանդիպումը մասնագիտական փորձի փոխանակման հետ մեկտեղ հնարավորություն է տվել քննարկելու պետություն համայնք քաղաքացի փոխադարձ կապը, երիտասարդների դերը հանրային կյանքում եւ ապագայի նկատմամբ պատասխանատվության կարեւորությունը։
Օգոստոսի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4556 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 165 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 106 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 37, չամրակապված վարելու 872, առանց մանկական նստատեղի քարսիթի 28, վարելու ընթացքում ծխելու 577, վարելի զեռախոսից օգտվելու 262, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 13 եւ 1525 այլ իրավախախտում, 17 մեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 71-ը տեխնիկական զննություն չանցած, 97-ը լուսարձակների անսարքությամբ, 47-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 74 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15264 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 186 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ սթափ 272 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 340 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 66, չամրակապված վարելու 3760, առանց մանկական նստատեղի քարսիթի 321, վարելու ընթացքում ծխելու 603, վարելի սեռախոսից օգտվելու 655, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 36, արագության գերազանցման 2616 եւ 5123 այլ իրավախախտում, 74 ավտոմեքենա շահագործվել է առանց ապապայմանագրի, 733-ը տեխնիկական զննություն չանցած, 536-ը լուսարձակների անսարքությամբ, 130-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 21 վարորդուգանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 47 անձ։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992 թվականին ծնված Վահագն Մարտիրոսյանը։ Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից եւ չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է SafeU առցանց անվտանգ բջջային հավելվածը։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու եւ լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով SafeU-ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ հազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից հավելվածն անվտանգ է, չունի անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։ Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ ինտեգրվել ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Կառավարությունն իրազեկում է։ Անտառներն ու բուսածածկ տարածքները մեր երկրի կենսական եւ ռազմավարական հարստությունն են, սակայն անգամ մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորեք հոգատարություն, ստեղծեք մաքուր եւ անվտանգ միջավայր։ Հրդեհավտանգ ժամանակաշրջանում խստիվ արգելվում է բուսածածկ տարածքներում նետել այրվող լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, չնախատեսված վայրերում խարույկ վառել։ Արգելվում է վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև բացատներում շշեր եւ ապակու կտորներ թողնելը։ Դրանք կարող են ոսպնյակի նման ֆոկուսացնել արևի ճառագայթները։ Արգելվում է այրել չոր խոտը կամ խոզանը։ Վառելանյութերն ու քսանյութերը պահեք փակ տարաներում։ Դրանց պահման վայրերը շրջափակեք առնվազն 1.5 մետր հանքայնացված շերտով։ Մաքրեք բուսածածկույթից եւ փայտի մնացորդներից։ Հրդեհի փոքր օջախ տեսնելիս անտարբեր մի անցեք։ Անմիջապես փորձեք մարել կրակը կամ արագ հազանգեք 112։